Արթնացար։ Չէ։ Վեր կաց։ Գնանք սալոն, ինձ կօգնես։ No. Ես գործը ոնց որ դու եղան։ Արի։ Ինչս անում։ Գետն եմ գցում, վեր կաց։ Բարի լույս։ 1000 բարի, արի։ Սա կգա։ Սիվ լավելի կյանքս, գործից ուշանում եմ։ Ուշ ես տուն գալու։ Համոշ եմ տուն գալու, համ էլ գլուխս ուժեղ ցավալու։ Բարելուց պարոն Կարամյան։ Նորություն կա։ Դեռ չէ։ Բոլոր քլաբներում փնտրել ենք։ Լավ չեք փնտրել ուրեմն։ Մի քիչ կամաց հնարավոր չի։ Կարող է քնած մարդ կա։ Ես ուզում եմ քեզ օգնեմ։ Մենք իրարից բացի ուրիշ հարազատ չունենք։ Բա որ ավտոն տանում էիր այդքանը չէիր մտածում։ Դու պատի ջելում նստեիր ոչ թե ես։ Ես գիտեի, որ յան հետևում եմ։ Իսկ ես թքած ունեմ դու ինչ գիտեիր կամ ինչ չգիտեիր։ Ուզում ես իմ համար լավ բան անես։ Մատրաս արդ։ Ես հիմա փող չունեմ։ Ուրեմն ստեղծի։ Այդ քո պրոբլեմն է։ Որն է իմաստը արդվա 8-ին գալ բիզնես բացելու։ Ոնց։ Այդ կարգու կանոնն է դաստիարակում, պատկերացրու մի օր 10-ին բացեմ, մյուս օրը 11-ին, այն մյուս օրը լրիվ կփակվի բիզնեսը։ Ինչ վատ հոտ է գալի։ Շատ լավ հոտ է գալիս։ Այդ քո քիթն է փշրվում քո փոշիներից։ Կոֆե եմ ուզում։ Շատ լավ ես անում, գնա ինքդ դիր։ Դա դու չէիր խմում։ Ձեռք չտաս, այդ հյուրասիրելու համար է։ Ահա։ Սապրանքները լրիվ սխալ է շարված։ Մի տենց նայես Միլանում բիզնես սկուլ եմ ավարտել։ Օգնում եմ։ Ավելի լավ ասես ինչ ես պատրաստվում անես, ոնց ես ուզում կյանքդ դասավորես։ Պապային կզանգեմ, կգնամ տուն։ Ես իրենց պետք եմ։ Ինչն ես պետք։ Վատ ես։ Ծնողներին երեխեքը պետք են։ Ես իմ ոնց պետք չէի։ Հասկանում եմ։ Չհասկացա։ Այդ չէ կներես։ Ես ինձ փող է պետք։ Ես այս չեմ կարող, ինձ ազատություն է պետք։ Ազատությունը վաստակում են, փողը աշխատում։ Ոչ թե քո նման։ Հա։ Ինչ ես անում։ Աշխատում եմ։
Քո սիրած գաթայից եմ բերել։ Փաստորեն հիմա ինձ արդեն քաղցր կարելի է։ Սոն հասկացի, ես իա փոխարեն այդ փողերը պետքա փակի, որովհետև ես եմ այդ մեքենայի պատմության մեջ յան քաշել։ Իսկ ինձ երևի դրա մասին չէր կարելի ավելի շուտ ասել։ Հա, չէի ուզում անհանգստանալ։ Համել Palm Springs են գնալու։ Չէ, գիտեմ, Cancun չի, բայց երկուսով ենք լինելու, չէ՞։ Ու խոստանում եմ քեզ, որ մի օր անպայման կգնանք Cancun։ Palm Springs-ի փող փաստորեն ունեիր։ Սոն, ես ամեն ինչ կանեմ, որ լավ անցնի։ Համել հիմա մեզ չի կարելի անից հեռանալ։ Այսօր կգաս մոտս։ Կմտածեմ։ Այս ինչ է կանում։ Ամուսինս հրաժարվել է խաղալ։ Ինչ խաղալ ինքը վնասվածք ունի։ Առաջին հերթին ինքը պայմանագիր ունի։ Այդ վնասվածքով ինքը մինչև էտել էր խաղում։ Երկու տեղ է, խմում ու դուրս էր գալիս դաշտ։ Դեղերն էլ իրան բժիշկն է նշանակել, իսկ դուք չեք թողում։ Չեմ թողնում, որովհետև նստում է այդ դեղերի վրա։ Ես որ իրան բերեցի ստեղ, դուք ասացիք, որ ինքը կլավանա, կսկսի իրան տիրապետել, իսկ հիմա ցնդածի պես է իրան պահում։ Դուք գոնե գիտեք, մենք այս ընթացքում, որ ինքը չի խաղացել, ինչքան գումար ենք կորցրել, բայց էլ այդպես չի լինի։ Ինքը պարտավոր է խաղալ եւ կխաղա։ Համել ինքը լավ ֆուտբոլիստ է, շատ լավ։ Եթե ցանկանում եք բացել Drug and Alcohol Rehab Միացյալ Նահանգներում, Sam Lucy Company-ն ձեզ կօգնի ցանկացած հարցում։ Սկսած ձեր լայսենսինգով, DHCS, Joint Commission, CARF, Medical եւ ongoing programming-ով։ Սկսած ձեր աշխատողների training-ով եւ hiring-ով։ Խնդրում եմ դիմել մեզ 818 350 91 83 հեռախոսահամարով։ Mr. Smoke, իսկական բուրմունք։ House of Liquor, ալկոհոլային խմիչքների լավագույն վաճառակենտրոն Գլենդելում։ House of Liquor, որակյալ խմիչք, բարձրակարգ սպասարկում, լավագույն գներ։ Այցելեք եւ անձամբ կհամոզվեք։ Լաբրանտ, անմահական խոհանոց, նորավոր ու նրբահամ ուտեստներ, ծողունեկարիթներ, ծնունդ, կնունդ ու հարսանիք, մենք այն կազմակերպում ենք բարձր մակարդակով։ Լաբրանտ, համի և ոճի նրբաճաշակություն։ 3, 2, 1 Here we go! Burger Bun Ռոյալ դեղատուն մասնագիտական բարձր որակավորմամբ տեղագործներ Արա Բոյաջյանի եւ Հայկ Սարգսյանի գլխավորությամբ։ Բարեհաճ եւ փորձառու աշխատակազմ, հոգատար եւ ազնիվ սպասարկում, մասնագիտական բանիմաց խորհրդատվություն, անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին։ Ռոյալ դեղատուն, դեղերի, հիգիենայի պարագաների լայն ընտրանի, պատվերների արագ ու անվճար առաքում, պատվաստումների իրականացում, հատուկ կարգի վիտամիններն այստեղ տրամադրվում են անվճար։ Ռոյալ դեղատունը ձեր տունն է։ Բարև մեր։ Այսինքն եկար գործի։ Հա, ասցի գամ քեզ տեսնեմ։ Ճանապարհին գալուց կնոջդ հանդիպեցի։ Ինչ կա, ո՞նց ես։ Ո՞նց։ Չես տեսնում ո՞նց։ Նորից սկսվեց։ Դեղը սկսվեց։ Կինս ճիշտ է։ Ես առանց ֆուտբոլով եմ, ոչ մեկ։ Մի 2 տարի հետո ընդհանրապես կմոռանան, եթե ես պատերի մեջ մնամ։ Չնայած ինչ 2 տարի, 2 օրից է կմոռանան, եթե չխաղամ։ Հետո ես պայմանագիր ունեմ։ Իսկ ամենակարևորը, ոչ ընտանիքս, ոչ էլ ֆուտբոլը, կորսալ չեմ ուզում։ Ախր հազիվ խելքի էր եկել է, ուզում էիր պայմանագիրդ խզես։ Հիմա ինչ փոխվեց։ Մի 2 տարի հետ խաղամ, գոնե փողա։ Ախր ոնց չես հասկանում։ Կսկսես նորից խաղալ, էլի կնստես այդ դեղերի վրա։ Ինչի ես այդպես վստա։ Ուրեմն իզուր եմ այստեղ բուժվել։ Հա, չարաշահում էի, բայց հիմա դեղերը կղմեմ մենակ խաղի համար, իսկ հետո կթողնեմ։
Փաստորեն բան չես հասկացել։ Այդ դեղերը չեն է ֆուտբոլի համար, այլ ֆուտբոլն է այդ դեղերի համար։ Քեզ գնալ չի կարելի։ Դու հիմա իմ հոգեբանը չես։ Դա հիմա քեզ ընդհանրապես չի վերաբերվում։ Ուրեմն քեզ կասեմ որպես ոչ հոգեբան։ Ուղղակի այդ փոխարեն ֆուտբոլի գնդակ է մնացել։ Եթե ուզում ես շարունակես ապրել, պետք է մնաս այստեղ։ Հիմա անենց քեզ ոդքեից տակ առնեի, բայց կխնայեմ խաղի համար։ Բարև ձեզ։ Տեղյակ եք, որ հենց հիմա մհերը գնում է ռիհաբից։ Մենք իրավունք չունենք թույլ տալու որ գնա։ Դու ստեղի չես անում։ Ինչ կապ ունի, ասում մհերը ռիհաբից գնում է։ Հա ինչ անենք, ես գիտեմ։ Ինչը ուժով պահենք ինքնա որոշողը։ Մենք մեր գործը արդեն արել ենք։ Հաստորեն լավ չենք արել։ Այդքան ձեզ խնդրել եմ, որ կնոջը մոտ չթողնենք։ Բայց ինչ էշ տա քո մոտ ստացվում։ Կնոջ ամուսնու մոտ չթողնել, հոր աղջկա մոտ չթողնել։ Լսի, այդ մարդը ամբողջ կյանքը խաղացել է։ Հիմա իր խաղալու ամենալավ տարիքն է։ Ինչ ադենք չթողնենք։ Կինել նստած հացատրում էր լացեր լինում, որ եթե պայմանագիրը խզեմ, շատ պարտքի տակ կընկնեմ։ Իսկ ինչ վերաբերում է իրան, եթե նորից տեղի վրա կնստի, կգա կբուժենք։ Ով է բուժելու։ Ես էլ ստեղ չեմ։ Դու ընդհանրապես կարող ես ստեղ չլինես, կարող ես գնալ։ Ես security-ին էլ կզգուշացնեմ, որ քեզ ներս չթողնեն։ Պարտքը հնարավոր է վերադարձնել, իսկ կյանքը ոչ։ Եղավ, ես քո այս խոսքերը կնոջը կփոխացեմ, իսկ հիմա դու գնա։ Ես կյանքս։ Մամա ջան, սա մեզ ինձ սիրուն է։ Մերսի։ Սամ, դու ես մեր ոչ մեկ չիմանա, բա հիմա ինչ։ Հեռախոսով խոսալուց մի քիչ մտածի ինչ ես խոսում։ Այսինքն ես եմ մեղավոր։ Բա ով։ Հա դե իհարկե, ես քո հետ ընդհանրապես կապ չունեմ, ճիշտ։ Լավ, հասկացանք։ Ոչ դու ես մեղավոր, ոչ ես։ Հիմա տենց ստացվեց։ Ինչ անենք։ Սամ, դու սուտ խոսել գիտես, ես չգիտեմ։ Ինձ կասես ոնց եմ կնոջդ աչքերի մեջ նայելու, հմ։ Ոնց որ առաջ չէիր աշխատում, շարունակի աշխատել։ Ինքը նանին չի հավատացել։ Դա ինձ չի հանգստացնում։ Չէ, ես հաստատ գործից դուրս կգամ։ Այ որ գործից դուրս գաս կյանքս, այդ արդեն կասկած կառաջացնի։ Թող հա։ Հանգստացի։ Եթե Սիլվան հարցնի, ինչ պատասխանեմ։ Կասես, որ վերջի անգամ ինձ տեսել ես graduation-ի օրը։ Հիշում ես։ Հիշում եմ։ Բա, տենում ես ինչ լավ է։ Մի մտածի կյանքս ինքը քեզ ոչ մի բան էլ չի հարցնի։ Ինքը հպարտ մեռնում է։ Ատում եմ քեզ։ Իսկ ես քեզ սիրում եմ կյանքս։ Քեզ տունը հարցնում են։ Ով։ Չգիտեմ, գնա տես։ Հա դուր ես գնում։ Գամ մի քիչ։ Ազի, մի ժամա սպասում եմ։ Դու ով ես։ Մատրասն եմ բերել։ Բայց ես ոչ մի մատրաս չեմ պատվիրել։ Ոնց, այս ձեր անուն ազգանունը չի։ Հա։ Ստորագրությունը ձերն է։ Ստորագրությունն էլ է իմը։ Դե փողոց տվե գնա։ Բայց ես փող չունեմ։ Հիմա զանգեմ company թե police։ Սպաս ինչ police, մի րոպե։
Ինչքան է։ $500 Այս ուրիշ բան, բրենդինգ ուզեք կարական Հալավ ես իմ սանտերը ինչ անեմ։ Չնայած ինքը պետք է քանի վրան։ Ես կքնեմ։ Էսովա եկել։ Ես երբես ազատվեք։ Ու չգիտես, որ ես միշտ էլ ազատ եմ, թե դուրսը, թե ներսը։ Ճիշտ է, կներես մոռացել էի։ Ասիգան տենա ոնց ես, ինչ ես անում, ինչով ես զբաղված։ Նույնը, ոնց թողել էիր։ Ինչ կխմես, կոնյակ, վիսկի։ Չէ, լավ է։ Դու ինձ ասելու բան չունես։ Ես քեզնից թաքցնելու բան չունեմ։ Թաքցնելու բան չունես, բայց քո տնից կրակում են։ Աղջիկդ ինչ-որ բաներ է օգտագործում։ Ու ինձ բան չունես ասելու։ Դե հիմա ծանոթացել է մեկի հետ քլաբում։ Բերելա տոն։ Էդ էլ հյուրասիրել է, բան, իրան լավ չի պահել։ Աղջիկս էլ կրակել է։ Դու ինձ ասում էիր աղջիկդ խելացի երեխա է։ Ու մեր գործերի մեջ պրոբլեմ չի տա։ Բայց հետո պրոբլեմը սկսում է արդեն։ Դու չես մոռացել, չէ՞, որ 2 շաբաթ հետո մենք պետք է գնանք բանկ, իրավաբանների հետ գործարք ստորագրենք։ Բա որ այնտեղ պրոբլեմ տա աղջիկդ։ Ոչ մի բան էլ չի անի։ Իսկ ինչ է 2 շաբաթից ամսվա վերջ էիք պայմանավորվել։ Դե հա, ես դուրսն եմ։ Հետո այդ փողը երկար բանկում պետք չմնա։ Գնա աղջիկատ հետ պայմանավորվի, որ հանկարծ պրավել չտա, թող գա իր գործերը ոնց պետք նա անի, եղավ։ Հայ, Կարամյան, մի քիչ տրամադրությունը սկսեցիր, բայց ոչինչ։ Thank you so much. Come back again. You're always welcome. Ես ինչքան փող աշխատեցի։ Ապրես։ Ամեն համարը վերցրել։ Այ։ Ինձ փողա պետք։ Նան, ես գիտես ինչքան ծախս ունեմ։ Դեռ պետքա սալոնի վարձը տամ վարձը։ Ոչ sense չի։ Այդքան փող աշխատեցիր, հենա կտաս։ Այսօր չէ վաղը կտաս, ինչ տարբերություն։ Ջան, արի գիտես ինչ անենք։ Ես արտին շատ եմ հարգում, ինքը լավ տղա է, բայց հավաքվի գնա էլի, ես էլ չեմ կարողանում, լուրջ հոգնեցի արդեն, գնա։ Հոգնեցիր, ինձանից։ Փաստորեն դու չես բուժվել։ Կմնաս հիվանդ ու այս սալոնում։ Փաստորեն դու բոլորի վրա թքած ունես, հա։ Իսկ ես չէ։ Բոլորի վրա։ Հա, թքած ունեմ։ Եվ եթե դու բոլորս, ուրեմն քո վրա է։ Լուրջ։ Չէ։ Դու չես բուժվել։ Սարը ջուր կտաս։
Եթե ցանկանում եք բացել Drug and Alcohol Rehab Միացյալ Նահանգներում, Sam Lucy Company-ն ձեզ կօգնի ցանկացած հարցում։ Սկսած ձեր լայսենսինգով, DHCS, Joint Commission, CARF, Medical եւ ongoing programming-ով։ Սկսած ձեր աշխատողների training-ով եւ hiring-ով։ Խնդրում եմ դիմել մեզ 818 350 91 83 հեռախոսահամարով։ Իմ անունը Հայ է, ազգանունս Յան։ Հոգուս միջի խինն ու տոնը հերու հողում նվիրողի սանունն է Յանս 333 North Verdugo Road Յանս իսկական հայկական համոհոտ։ Նոր սանրվածքը կարող է փոխել ոչ միայն ձեր տեսքը, այլև ինքնավստահությունը։ Կանացի եւ տղամարդկանց սանրվածքներ, մանիկյուր եւ պեդիկյուր, ամեն ինչ մեկ հասցեում։ Ժամանակն է փայլելու MZ Hair and Beauty սալոնի հետ։ Բարև ձեզ։ Բան չէ, կոշիկներս ու պայուսակս էի տվել մաքրման, եկա վերցնեմ։ Մի կես ժամից զանգեմ օքեյ։ Լավ, լավ։ Համեցեք։ Հաջողություն ձեզ։ Տեսություն ձեզ։ Պապ, գործով եմ զանգել։ Մոռացել ես, որ գործեր ունենք պապա։ Չէ, հիշում եմ ասա։ Պապ, թվեր ես գրել, ինչ-որ գործարքների մանով, իբր ես եմ ժառանգել, ճիշտ է։ Արի տուն, կխոսենք։ Տուն չեմ գալու։ Ոնց ես քո իրավաբանների հետ խոսում, հենց այտենց իմ հետ խոսա։ Ես այդտեղից փող ունեմ։ Ես քո ջել չեմ գա, քո տունը սև է։ Ինձ գույներ է պետք է կյանքում։ Ու ավտո, մեկ էլ տուն։ Ասում եմ, արի տուն կխոսենք։ Ես ձեր տղայականով խոսալ չգիտեմ։ Լավ տղայիր, ուրեմն իմանայիր որտեղ եմ քնել ու գայր ինձ գտնեիր։ Կանես այն ինչ որ պետք է։ Ինձ ոչ դու ես հետաքրքիր, ոչ քո փողերը, ոչ էլ ձեր տղայականները։ Բայ։ Ես ոչ միտեղ չեմ գնում։ Բոլորը փողի մեռած են, սկսած ինձնից։ Ինչի դու գնալ տեղ ունեիր։ Հա, հորս դղյակները։ Շքեղ, ամեն ինչ կա, մենակ մարդ չկա։ Դու վատ մարդ ես։ Ես։ Հա, կոֆե ուզեցի չտվեցիր, պապայից ճաշ ուզեցի չտվեց։ Իրա համար փողը ոնց որ քո համար կոֆեն։
Նման եք դուք։ Ինչ ուժեղ ես մտածում։ Կոֆեն ու փողը ոնց գտար իրար համեմատելու։ Կոֆեն փող չի, փողը կոֆե չի։ Ես կայֆ եմ սիրում, դուք փախնում եք կայֆից, որ մի 7 տարի ավել ապրեք, հետո այդ 7 տարի ինչ-որ բան է փոխելու։ Լսի, այդ խոզերի մոտ է, որ տարբերություն չկա։ Մենք մարդ ենք։ Ու որն է քո սահմանը, խոզ։ Էսա սահմանը։ Փող ես աշխատում, հաց ես ուտում, զուգարան քնում ես, զուգարան ուտում ես, քնում ես, զուգարան, հա մեկ էլ վարձն ես մուծում։ Այդ ապրելա կոչվում։ Լսի, քո հետ անհնար է ուրիշ ձևով։ Արի սենց դու վեր ես կենում հենց հիմա ու գնում ես քո հոր դղյակը, որտեղ ոչ աշխատելու ես, ոչ հոգ ես անելու, ինչ ես հագնում, ինչ ես ուտում, ինչ ես անում, այդ քո իսկական տեղն է, օքեյ, ու ինձ հանգիստ ես թողնում։ Զանգի։ Ում։ Հոգեբանից։ Արտին։ Լավ տղա է։ Շատ ճիշտ ես, հենց իրան է պետք զանգել։ Ալո։ Ալո։ Չէ, ես իր հետևից չեմ գա։ Լրիվ համը հանել է։ Դու շպրտի թող գնա։ Չի ուզում, ինքը գիտի։ Չի գալիս քո հոգեբանը։ Շա։ Հասցեն դուր։ Չի լինի։ Դու ուզում ես ես մնամ քո մոտ։ Հա? Ապրես, թուշիկները խաղացրու ասա այդ հասցին։ Գրի։ Գրի չունես։ Հեռախոսը թանի։ Ինչ լավն ես դու։ Կլինի քո հետ նկարվեմ։ Ինչի համար։ Ինչ միամիտ ես։ Միգուցե դա մեր բախտն է։ Լավ։ Այլի 455 դեռ շատ մութ է։ Հա, դոկտոր։ Արթնացել ես ու ուզում ես երեկվա ասածս հասկանաս։ Հա, ինչ իմացաք։ Փաստորեն ոչ մի բան էլ չես հասկացել։ Գնա քնի։ Վաղը կբացատրեմ, կհասկացնեմ, քնի։ Նանը ինձ երեք ասեց, որ դու իմ ամուսնու հետ ես։ Նկատի ունեք ես քնում եմ ձեր ամուսնու հետ։ Այո։
Մոռացել է ինչ սիրուն ես դու։ Մի սկսի լավ։ Իսկ կարող է հանդիպենք միտեղ գնանք։ Դու ինձ դուր ես գալիս։ Ես էլ քեզ։ Բոլոր հիմքերն ունենք։ Դու իմ դուրը չես գալի։ Դուրս արի ես տնից։ Դուրս արի ես տնից ասում է։ Մայրը մեռավ։ Ես էլ եմ մեռնում։ Ինչքան եմ քեզ բարդ քո օգնության համար։ Ձեր մոտ էի աշխատում։ Վատ էի աշխատում։ Էլի կաշխատես։